Հաղորդման գործընկերն է Տունդեպո կահույքի սրահը։ Բարի լույս ամենալավ հեռուստադիտողին ուրախ ենք, որ միացել եք Երկիր մեդիա հեռուստաընկերությանը, որովհետև հենց այս հեռուստաընկերությամբ հենց հիմա իր աշխատանքն է սկսել Բարև Երկիրը իր հրաշալի թիմով։ Ողջույն աշխարհի ամենալավ գործընկերուհի, ինչպես ես տրամադրված մեր այսօրվա եթերին։ Ողջույն իմ լավ գործընկեր սիրելի Հայկ, լավ եմ հրաշալի, դու ինչպես ես։ Շատ լավ, շատ ուրախ։ Օդը մաքուր, անձրևները իսկապես հաճելի էին, այո, բողոքում էինք թե ցուրտ է, հետո տաքացանք, բայց օդը իսկապես շատ լավ մաքրվեց, շնորհակալություն անձրևի տեղումների պատասխանատուն։ Եվ իրոք ես նկատել եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր չէին սիրում անձրևային եղանակ, օդի աղտոտվածության պատճառով սկսել են ամեն օր սպասել լավ անձրևային եղանակի, որովհետև Երկիր, բարև ամենալավ հեռուստադիտողին, այսօր մարտի 22-ն է, օրը շաբաթ, ինձ համար շաբաթ եւ կիրակին շաբաթվա ամենալավ օրերն են, որովհետև առավոտը սկսվում է իսկապես հրաշալի, լավ մարդկանցով շրջապատված, նույնը մաղթում եմ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, որպեսզի միշտ լավ մարդկանցով, դրական մարդկանցով շրջապատված լինեք։ Հիշում ենք իհարկե մեր գործընկերոջը Տունդեպո խանութ սրահին եւ այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին, դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ալիքը եւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան էջերը։ Այսօր բարձրահասակ ես թվում եք։ Ես կամաց դանդաղ ու հանգիստ քայլերով բարձրանում եմ վեր։ Բարձրանում ես։ Սա իհարկե կատակ հեռուստադիտողներ այսօր մարտի 22-ը շնորհավորենք նաեւ օրվա բոլոր հոբելյարներին, չմոռանանք նաեւ որ դեռ կանանց ամսյակն այնպես որ եւս մեկ անգամ սիրելի աղջիկներ կանայք ձեր հրաշալի տոնը թող լինի շնորհավոր, մենք էլ շարժվենք առաջ ու ներկայացնենք շատ կարևոր ու պատմական ակնարկ, կարծում եմ քաղաքամայր Երևանի մասին, այնպես որ կարևոր նորություններով հատկանշական է մեր մայրաքաղաքի համար, սիրելիներս, 1877 թվականի մարտի 22-ին է Երևանին տրվել քաղաքի կարգավիճակ եւ կայսր Ալեքսանդր II-ի հրամանագրով պաշտոնապես դասվել ռուսական կայսրության քաղաքների շարքը։ Երևանի առաջին քաղաքագլուխ կամ քաղաքապետ է նշանակվել Թիֆլիսահայ Հովհաննես Ղորղանյանը։ Չմոռանանք, որ Երևանը որպես Էրեբունի ամրոց քաղաք հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի առաջինը մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում Էրեբունի անվամբ։ Մենք հիշենք նաև, որ Երևանի անվան ծագման հետ կապված շատ ավանդություններ եւ վարկածներ կան, ըստ որոնց օրինակ Երևան անուն առաջացել է համաշխարհային ջրհեղեղի ավարտին Արարատ սարի վրայից ցամաք տեսնելուց հետո Նոյի երևաց բացականչությունից հետո, կամ Երվանդաշատ քաղաքի անվան ձևափոխումից։ Սրանք սակայն հերքված տարբերակներ են եւ ամենահավանականն այն է, որ Երևան անուն առաջացել է Արգիշտիի հիմնած Էրեբունի քաղաքից։ Ըստ տեսության Էրեբունու բնակչությունը ժամանակի ընթացքում լքել է ամրոցը երկրաշարժից կամ այլ արհավիրքից հետո իր հետ տանելով նաև անվանումը։ Էրեբունի բառի ԺԲՆ-ն հնչյունափոխվել է ՌՎՆ, դառնալով Երևան։ Նշենք նաև, որ Խորհրդային Միության ժամանակ էլ Երևանը եղել է առաջին քաղաքը, որն ունեցել է հատակագիծ։ 150,000 բնակչի համար նախատեսված ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի հեղինակած հատակագիծը հաստատվել է 1924 թվականին։ Վստահաբար ինչ կարգավիճակում էլ որ լինի Երևանը միևնույն է այն ամենասիրելին է աշխարհի բոլոր մարդկանց համար, թեպետ հիմա Երևանը շատ գերհագեցված է եւ բնակիչներով, եւ գործունեություն ծավալող մարդկանցով, եւ տարբեր ոլորտներով, այս ակտիվությունը մի քիչ կարելի է սփռել նաեւ Հայաստանի բոլոր մարզերով, որպեսզի մի փոքր թեթևանա մեր սիրելի քաղաքամայր Երևանը, բայց այն սիրելի է բոլոր ժամանակներում եւ բոլորի համար ընկերներ։ Բոլորի համար, ոչ միայն հայերի, քո ասացի տրամաբանական շարունակությունը, այո, սեր կա Երևանում, հետևապես ձգում եւ կանչում է բոլորին։ Բարեկամներ, շատ կարևոր մի ավանդության մասին ենք հիմա խոսելու, որը ձևավորվել է ժամանակին, երբ թե ինչպես հենց հիմա ենք ներկայացնում։ Այսօր երեկոյան ժամը 20:30-ին երկրագնդի բոլոր մարդկանց կազմակերպություններին կոչ է արվում 1 ժամով անջատել բոլոր էլեկտրական սարքավորումները եւ լույսերը, որովհետեւ նշվում է երկրի ժամը գլոբալ
կառավարվալ ամենամյա միջազգային ակցիան։ Այն սկիզբ է առել 2007 թվականին Սիդնեյ քաղաքում։ 2008 թվականից բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանը նույնպես միացել է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժմանը։ Այսօր արդեն միջոցառմանը մասնակցում է 190 երկիր եւ 7000 քաղաք, մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի ու շինությունների լույսերը։ Երկրի ժամը խորհրդանշական ակցիա է նվիրված մայրբնությանը, դրա խնամքին եւ մոլորակի կենսական ու սահմանափակ պաշարների խելամիտ օգտագործմանը։ Այսօրը բացի մեկ ժամով լույսերն անջատելուց կազմակերպվում են տարատեսակ քննարկումներ ու հանդիպումներ, համաշխարհային հանրության ուշադրությունը մեր մոլորակի բնակլիմայական փոփոխություններին սևեռելու եւ բոլորիս աջակցությունը ցույց տալու համար։ Այո, այսօր մեր նորություններով մոտ ենք կանգնած բնությանը, բնապահպանական խնդիրներին։ Ձեան պատկերացնում ես լինի մի միջազգային այսպես ձևավորված ակցիա, հատկապես այս շրջանում, երբ անձրևային այս եղանակներից հետո լինի մի ժամ օրվա մեջ, երբ դադարեն աշխարհում բոլոր շինարարական գործողությունները։ Մի անգամից օդ ինչպես կմաքրվի, չէ՞։ Եվ մենք մեզ կզգանք թեկուզ շինությունների ներքո, բայց բնության գրկում, այո։ Այդպիսի լռություն մարդ ուղակի այսօր չի կարող տանել։ Դեռ մնում ենք այս ոլորտում, սիրելիներ, այսօր մարտի 22-ին նշվում է նաև ջրային պաշարների համաշխարհային օրը կամ ջրի համաշխարհային օրը։ Այս տարի այն նվիրված է սառցադաշտերի պաշտպանությանը։ Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարը առաջին անգամ հնչել է 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովի ընթացքում, իսկ որոշումը ընդունվել է 1993 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից։ Նշենք, որ աշխարհում գրեթե 1 միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2.6 միլիարդը դրա համար անհրաժեշտ սանիտարական պայմաններ։ Ուստի ջրի համաշխարհային օրը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա, կապված վերջիններից վերականգնման ու պահպանության հետ, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ քայլեր բնակչությանը խմելու ջրով ապահովելու ուղղությամբ։ Այո, ջուրը ոսկի է եւ մենք տիրապետում ենք այդ ոսկում, պետք է պահել, պահպանել, գանձ է խմելու ջուրը։ Ես չգիտեմ իսկապես ինչ դիպվածով բախտի բերմամբ, թե պարզապես Աստված շատ առատաձեռն է գտնվել մեր նկատմամբ, բայց արի ու տես, որ շատ փոքրիկ մեր հզոր հայրենիքում, Հայաստան աշխարհում ինչպիսի ռեսուրսներ կան, որ ամբողջ աշխարհը չունի։ Գերտերությունները մի ամբողջ անսահման երկրագունդ թերևս չկա, բայց մեզ մոտ ահա մենք վայելում ենք այդ սպիտակ ոսկի կոչվածը։ Եվ աշխարհն է նույնիսկ ձգտում անդադար խմել ու ծարավը հագեցնել հենց Հայաստան աշխարհի ջրով, ընկերներ, հետաքրքիր մարդկանց ենք հիմա անդրադառնալու, մարդիկ, ովքեր վարորդ են, մարդիկ, ովքեր պատասխանատու են իրենց ուղևորի եւ ուղևորների համար։ Այսօր մարտի 22-ին իրենց մասսագիտական տոնն են նշում ամբողջ աշխարհի տաքսիստները։ Այսօր տաքսիստի միջազգային օրն է 1907 թվականի մարտի 22-ին են Լոնդոնի փողոցներում հայտնվել հատուկ հաշվիչներով առաջին մեքենաները։ Վարորդները այդ հաշվիչները անվանում էին տաքսիմետր, հետաքրքիր է։ Թեև անիվավոր մեքենայով անցած հեռավորության ավտոմատ հաշվիչի արտոնագիրը դեռևս 1875 թվականին ստացել էր գերմանացի Վիլհելմ Նեդլերը, անվանելով իր սարքը տաքսանոմ, սակայն միայն 20 տարի անց մեկ այլ գերմանացի Ֆրիդրիխ Գրայները որոշեց այդպիսի սարքերը մասսայական կիրառության մեջ դնել։ Նշենք նաև, որ տաքսիների հայտնի դեղին գույնի հեղինակը ձեռնարկատեր Ջոն Հերցն է։ Ի սկզբանե տաքսիները կարմիր եւ կանաչ գույների էին, բայց քանի որ դրանք այնքան էլ տեսանելի չէին մյուս մեքենաների կողքին, Հերցը որոշեց դրանք դեղին գույնով ներկել։ Շուտով նրա օրինակին հետևեցին նաև տաքսի ծառայություն մատուցող մյուս ընկերությունները եւ դեղինը դարձավ տաքսի մեքենայի դասական գույն։ Մենք շնորհավորենք խայտաբղետ են տաքսիները այդ ժամանակահատվածն էլ անցավ, բայց հետաքրքիր է, որ այո, տաքսի մեքենաների վարորդները շատ կարևոր մարդիկ են, երբեմն մենք առավոտը հենց կարելի է ասել սկսում ենք նրանց հետ։ Եվ այո, իսկապես։ Եվ երբեմն նստում ենք, չէ, եւ այսպես ծանոթ բարեկամի նման սկսում ենք նրանց հետ զրույցի բռնվել, հատկապես հայ տաքսու վարորդները շատ են սիրում այո զրույցի բռնվել ուղևորների հետ։
ու շատ կախված է նրանցից, թե ինչպես կլինի մեր օրը, ինչպիսի ընթացք կունենա։ Այնպես որ շնորհավոր ենք նրանց մասնագիտական տոնը։ Եվ թերեկություն մաղթենք մեր բոլոր վարորդներին, ովքեր տաքսիստ են որպես այդպեսին իրենց աշխատանքով, եւ մաղթենք, որ դուք միշտ ունենաք ձեր հարմարավետությունը եւ ամենահաճելի ուղևորները։ Շարժվենք առաջ եւ կարևոր նորությունների շարք ընկերներ ամփոփում ենք հրաշալի մի ձեռքբերմամբ, հայրենիքի ջուրը խմելով եւ ուժ ու եռանց ստանալով, հենց այս պահին խոսելու ենք 7-ամյա Նարեկ Գլչյանի մասին, ով Գինեսի ռեկորդ է սահմանել։ Նա 6.5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա մեկ ոտքով անընդմեջ վազել է 1 րոպեում 183 անգամ։ Նարեկը նաև Հայաստանից Գինեսի գրքում հայտնված ամենափոքր ռեկորդակիրն է։ Նշենք, որ Հայաստանից մինչև այժմ Գինեսի գրքում գրանցվել է 87 ռեկորդ։ Հրաշալի է, մենք պարտանում ենք մեր սիրելի Նարեկով, գնանք մենք էլ փորձենք տեսնենք գոնե կեսը կարող ենք մեկ ոտքով վազել այս արագությամբ ընթացող վազքուղու վրա։ Այնպես որ պետք է տրամադրվենք եւ մոտենանք վազքուղուն, որ հետո նոր ռեկորդ սահմանենք։ Դե ինչ ընկերներ, մենք ամփոփեցինք մեր հետաքրքիր ու կարևոր նորությունների շարքը, միացեք Երկիր մեդիա հեռուստաընկերությանը, Բարև Երկիրն է եթերում, րոպեներ անց հյուրընկալելու ենք մեր հյուրին, նրա հետ ունենալով հետաքրքիր հարցազրույց, մինչ այդ չնայած պետք է ձեզ առաջարկենք վայելել երաժշտական ընտիր տրամադրությունը առավոտյան այսպես հարմանալու համար, համեցեք։ Զարմանում եմ, որ բաժինս արենց ինձ իմ լուսավոր Սրտիս երթումը չեմ դավաճանի Մեր սերը երկրային աստիճանի Սիրո ճամփոր դեպի վերև Մեզ համար է օրը կարևորը ես ու դու սիրով վերև Սիրո ճամփով դեպի վերև Ամուր սեղմիր իմ ձեռքը պիեսերքը զգում են երկուսով Հազար ուղի հազար ու մի աշխար Բայց կա ու միայն մեկն է ինձ համար Որտեղ դու կաս այնտեղ է տունային Սրտիդ կապված երջանկություններին Վերև Սիրո ճամփով դեպի վերև Մեզ համար է օրը կարևորը ես ու դու սիրով Սիրո ճամփով դեպի վերև Ամուր սեղմիր իմ ձեռքը տիեսերքը զգում է երկուսով Զգում են երկուսով
Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, մենք եթերում ենք, շարունակում ենք մեր ընթացքը, բազմիցս մենք նշել ենք, որ մենք ընդունում ենք, հարգում ենք եւ սիրում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր հյուրի կարգավիճակով մեզ մոտ լինում են տաղավարում։ Բայց կան մարդիկ, ովքեր ի սկզբանե, հենց սկզբում գալիս են, նստում են մեր ամենասիրելի բազմոցին ու միանգամից մեր տաղավարը լցվում է ժպիտով ու լավ էներգիայով։ Դա կարծում եմ մարդուն տրված այն ներաշխարհն է, որ մենք զգում ենք ու վայելում ենք։ Ահա այսպիսի զգացողություններ մենք ունեցանք, երբ մեր հյուրը եկավ մեր տաղավար, նա արդեն նստած է բազմոցին, ներկայացնեմ նրան Հայաստանի նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանն է տաղավարում, ողջույն սիրելի Սուրեն, պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք։ Եվ Սուրեն ավելի անմիջական զրույց ունենալու համար։ Ձեր թույլտվությամբ իհարկե։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Առավոտը լավ դիմավորեցիք։ Այո։ Շատ լավ, ուրախ ենք։ Հետաքրքիր է գեղանկարիչների եւ առհասարակ արվեստագետների մոտ առավոտը ինչպես է սկսվում։ Օրինակ, հենց գեղանկարչի մոտ արտանում է, պատուհանից նայում է, այդ դեպքում դուք, պարոն Սաֆարյան։ Հստակ ուրիշ հայացքով եք, չէ՞։ Այո, ասենք վրձնահարվածների ինչ որ հայացքով նայում եք, տեսնում եք բնության գեղեցկությունը առավել քան մենք, որ միանշանակ զարթնելուն պես նայում ես պատուհանից եւ ինչ տրամադրություն էլ որ ունենա բնությունը, դա շատ հետաքրքիր է եւ լցվում ես այն էներգիայով եւ այն մաքուր օդով, որը արկա է առավոտյան։ Շատ շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր պարոն Սաֆարյանի հետ խոսելու ենք մի հետաքրքիր ցուցահանդեսի մասին, որը բացվել է Նկարիչների միությունում մարտի 18-ին եւ մինչեւ վաղը ներառյալ հնարավորություն ունեք այցելելու։ Կոչվում է Թատրոն, կինո, հեռուստատեսություն։ Շատ հետաքրքիր, հատկապես վերջին երկու հատվածը ինձ շատ հետաքրքրեց։ Սկսենք, թե ինչի մասին է խոսքը, ինչպես այս միտքը ծնվեց եւ ինչպես կարելի է այս երեք կախարդական խոսույթները, երևույթները որպես ցուցահանդես ներկայացնել, հետաքրքիր է։ Նախ սկսեմ այն կետից, որ Հայաստանի նկարիչների միությունը ունի տարբեր բաժիններ՝ գեղանկարչություն, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ կիրառական արվեստ, թատրոն, կինո եւ հեռուստատեսություն եւ արվեստաբանական բաժին։ Եվ այս տարի մենք ծրագրել էինք տարբեր բաժիններ, որպեսզի կազմակերպեն ցուցահանդեսներ եւ մեզ մոտ մարտ ամիսը շատ բուրն էր այդ առումով։ Մենք մարտի 1-ը Գարնան առաջին օրը դիմավորեցինք Գարնանային սալոն ավանդական մեր ցուցահանդեսով։ Այնուհետև ունեցանք դեկորատիվ կիրառական արվեստին նվիրված ուրեմն ցուցահանդեսը։ Այժմ գործում է, ինչպես նշեցիք, թատրոն, կինո եւ հեռուստատեսություն, որին մասնակցում են մեր միության անդամները, տարբեր տարիքային ուրեմն արվեստագետներ են, ովքեր առնչվում են թատրոնի հետ, կինոյի հետ, հեռուստատեսությունը մի քիչ կաղում է, բայց ես վստահ եմ, որ հետս հետե այդ ուրեմն բնակավարն էլ ավելի ակտիվ ուրեմն կընդգրկվի եւ կցուցադրի իրենց կատարած աշխատանքները, որովհետեւ այնտեղ որտեղ հիմա մենք նստած ենք, դա նկարչի աշխատանք է եւ շատ հետաքրքիր աշխատանք եւ այս ամենը ցուցադրել շատ հետաքրքիր է, կարծում եմ արվեստասեր հասարակությանը։ Կարելի է գեղեցիկ տաղավարներ, լուսանկարներ ցուցադրել, օրինակ մերը։ Իսկ այս ցուցահանդեսը որևէ կերպ կապ ունի, ընդամենը օրեր անց մենք պիտի նշենք թատրոնի միջազգային օրը, ուզում եմ հասկանամ որևէ զուգահեռներ տարվում են տոնի հետ թե ոչ, եւ եթե այո, ապա մենք ցուցահանդեսի շրջանակներում արդյոք որևէ կոնկրետ ժամանակաշրջանի անդրադարձել ենք եւ թատերային աշխարհի, եւ կինոաշխարհի, եւ նաեւ հեռուստատեսության հետ կապված, թե ազատ են եղել ստեղծագործողները եւ տարբեր ժամանակաշրջանի լավ իմաստով բախումներ մենք կարող ենք տեսնել ցուցահանդեսի շրջանում։ Ստեղծագործությունները ինչ ժանրի։ Դուք ատիպել եք դեր ասածը, ես չէի ֆիքսել, որ օրրանց պետք է լինի այդ օրը։ Ինչ վերաբերվում է ցուցադրությանը, կա ուրեմն դեկորացիաներ տարբեր ներկայացումների, կա տեխնիկային աշխարհից ուրեմն ներկայացումների ձևավորումներ եւ նաեւ տեխնիկներ, ուրեմն կոստյումներ, գեղանկարներ, որոնք միտված են եղել ուրեմն թատերական արվեստի։ Բեմանկարչական ինչ-որ լուծումներ նույնպես գուցե տեսնենք այդ։ Այո։ Իսկ զուգակցվում է հետաքրքիր է թատերական որևէ ներկայացումներով։ Այս տարի ոչ, բայց անցյալ տարի մենք ունեցանք նաև ներկայացում մեր հենց ցուցասրահում։
Բայց ամեն դեպքում դուք որպես միության նախագահ տեսնելով այդ աշխատանքները նաև նշեցիք, որ երիտասարդ ստեղծագործողներ էլ ունեք։ Արդյոք տեսնում եք որևէ ոգեշնչման աղբյուր, որը երիտասարդների մոտ գալիս է մի քիչ ավելի հին ժամանակներից, որովհետև շատ տարբեր են մոտեցումները կապված թատրոնի եւ կինոյի հետ, ինչ էր նախկինում, ինչ էր մի քիչ ավելի վաղեմի անցյալում, ինչ էր հիմա եւ ինչ է լինելի հետո։ Ինչ որ ոգեշնչման աղբյուրներ, դերասաններ, հստակ ռեժիսորների մոտեցումներ կամ բեմանկարիչների մոտեցումներ, արդյոք որևէ ազդեցություն կա երիտասարդների շրջանում։ Միանշանակ չի կարող չլինել, որովհետև ինչ էլ անես, հենվելու ես անցյալիդ վրա եւ այդ կապը նախկին, ասենք, ձևավորումների եւ այժմյան դա չի կարող ուղղակի կտրվել ինչ որ մի կետում, որովհետեւ դա մի օրգանիզմ է, ապրող օրգանիզմ է եւ ամեն դեպքում ստեղծագործական հիմքերից է երևի։ Ուրախալի է այն փաստը, որ նոր մոտեցումներ կան, այդ դա շատ ուրախալի է։ Գաղտնիք չէ, որ ես էլ թատերական աշխարհի հետ սերտ կապ եմ ունեցել, իմ հայրը Արմեն Սաֆարյանը տեխնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնում։ Ու հետ պատիվ եմ ունեցել տարիներ շարունակ աշխատելու եւ հիանալու նրա մարդ տեսակով արժեքներով եւ ես էլ նույնպես տարբեր ներկայացումների, ուրեմն դեկորացիաներ եմ իրականացրել, թե խմբի անդամ եմ եղել, թե հեղինակ եմ եղել եւ շատ լավ գիտեմ այդ աշխարհը եւ շատ գնահատում եմ այդ աշխարհի նվիրյալներին։ Պարոն Սաֆարյան, սերում եք այո արվեստագետների ընտանիքից, գեղանկարիչ պապ, պապի հայր, ապու պապ եւ նաեւ ձեր հայրը բեմադրիչ։ Հետաքրքիր է ավելի բեմում, թե այդ մոլբերտի առջև վրձինների հետ, որտեղ եք ավելի հարմարավետ զգում։ Արվեստանոցում մոլբերտի առջև։ Շատ լավ։ Ինձ նաև հետաքրքիր է, թե ստեղծագործողները ցուցահանդեսին ներառված միության անդամներ են, թե այսպես հավաքագրվել են տարբեր տեղերից։ Մեծամասնությունը միության անդամներ են, այդ բաժնի ուրեմն միության անդամներ։ Նշեցինք եւ մի քիչ մանրամասներ իհարկե ներկայացրեցինք մարտի 18-ից 23, թե ինչ պիտի տեղի ունենա այս ցուցահանդեսի շրջանակներում, բայց խոսենք մի փոքր միության ընդհանուր գործունեության մասին, նախ ինչպես է գնահատում ակտիվությունը, այցելուներ կան, չկան, գալիս են, չեն գալիս, ներքին խոհանոցից մի քիչ փակագծեր բացեք, ինչը շատ հետաքրքիր կլինի մեզ համար եւ իհարկե ինչ է սպասվելու հետո։ Արշվում է ապրիլ ամիսը, մայիսը ամենաբուրըն երևի ամենահետաքրքիր գործունեություն ծավալելու ընթացքն է տարվա համաձայն։ Եվ առհասարակ հետոն արդյոք ամուր շոթերում է գեղանկարչության պատասխանել։ Այցելուների պակաս չունենք, Փառք Աստծո ակտիվ է միությունը եւ այցելուներ ամեն օր կարող եմ ասել ունենք եւ շնորհակալ ենք, որ հետաքրքրված են Հայաստանի նկարիչների միության գործունեությամբ, մենք փորձում ենք լինել ակտիվ, հետաքրքիր նախագծերով հանդես գալ, զուգահեռ ակտիվությունը վերաբերում է նաեւ զբոսաշրջիկներին, որտեղ լավ ակտիվ է Երևանը այդ իմաստով։ Այո, քանի որ մենք գտնվում ենք քաղաքի սրտում եւ զբոսաշրջիկների առումով էլ այո, պակաս չունենք եւ դա շատ ուրախալի փաստ է։ Զուգահեռ այս ցուցահանդեսին ընթանում է նաև Էստամպ 2025 ցուցահանդեսը, խմբակային ցուցահանդես, գրաֆիկային նվիրված, տպագրական գրաֆիկային նվիրված, մասնակցում են մեծամասնությունը այստեղ արդեն երիտասարդներ են, ուսանողներ են, այս ցուցահանդեսը իրականացնում ենք արդեն որերորդ տարին է եւ հանձնաժողովով ընտրվում են արվեստագետները։ Շատ հետաքրքիր ցուցահանդես է նաև մեր Մարտիրոս Սարյան ցուցասրահը։ Այնուհետև օգտվելով առիթից մարտի 26-ին ժամը 17:00 կազմակերպում եմ իմ անհատական ցուցահանդեսը։ Երկար տարիներ նախապատրաստվում էի, բայց այդ ներքին խոհանոց, ինչպես դուք նշեցիք, թույլ չէր տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել իմ արվեստին եւ զբաղված էի նկարիչների միության աշխատանքով իմ գոլեգաների հետ միասին եւ այս վերջի 2 տարում արդեն որոշումը կայացրեցի ու պարզապես շնչել չէի կարողանում արդեն առանց նկարչության, առանց ստեղծագործելու եւ
մարտի 26-ին բոլորին սիրով հրավիրում եմ իմ անհատական ցուցահանդեսին, որը կոչվում է բնության փոխակերպում։ Ցուցահանդես ինձ թվում է հետաքրքիր կլինի, թե ինչ տեսակետով, թե ինչ կետից եմ ես տեսնում բնությունը։ Կգնաք եւ կվայելեք ու կբացահայտեք ինչպես է փոխակերպվում, այո։ Շնորհակալություն պարոն Սաֆարյան, ունենք որևէ ավելացնելու բան, թե ձեր անձնական գործունեության ստեղծագործական ընթացքից, թե նկարիչների միության, որ գուցե բաց թողեցինք։ Եթե ավելացնելու բան ունեք, մի քանի վայրկյան մտածեք, բայց ես լրացում անեմ հարցի, այսօք միամսյակի շրջանակներում որևէ կերպ անդրադարձել է նկարիչների միությունը կանոնց, թե ոչ, եթե ոչ իհարկե կա։ Մեր բոլոր ցուցահանդեսներին մենք անդրադառնում ենք կանանց եւ կանայք արվեստի մեջ, կանայք բնության մեջ են կազմում ցուցադրվող աշխատանքների շարքում եւ իսկ ինչ վերաբերվում է առավել նորությունների, կարծում եմ 10 օրվա ընթացքում դուրս կգա արդեն մեր արվեստանոց պարբերականի 7-րդ համարը, որը սիրով ձեզ նույնպես կփոխանցենք։ Շատ շնորհակալ ենք, որ ժամանակ գտաք, ես բախտում եմ ձեզ մի հետաքրքիր բան, որպեսզի Հայաստան աշխարհի, հատկապես քաղաքամար Երևանի լուսաբացը, արևամուտը լինի շատ գունեղ ու շատ հետաքրքիր, երկնքում լինի բացահայտ կապույտը, թե ամպերով ծածկված, միևնույն է թող լինեն հետաքրքիր գունային համադրություններ, որպեսզի այո, դուք անդադար նայեք եւ ստեղծագործեք։ Փոխադարձ։ Շնորհակալ ենք։ Մեզ մոտ աղավարում էր Հայաստանի նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ, հրաշալի մարդ Սուրեն Սաֆարյանը, նրան ճանապարհում ենք եւ շարժվում առաջ, մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք Բարև երկիրը ընկերներ, իհարկե մի օր արև, մի օր քամի, մի օր անձրև, վիրուսները շատացել են, մարդիկ շատ հաճախակ են հիվանդանում եւ կարեւորագույն պայմաններից մեկն է տան պայմաններում իհարկե օգտագործել բոլորիս շատ հայտնի իմբիրով թեյը եւ հյութերը, մի խոսքով հեղուկ վիճակում կոճապղպեղ մեր օգտակար է էջի միջոցով փորձում ենք ձեզ համար բացահայտել լիարժեք ինչով է այն ավելի օգտակար։ Խնդրեմ։ Կոճապղպեղը ծնունդով հարավ-արևելյան Ասիայից է, սակայն վերջին տարիներին այն կիրառելի է դարձել աշխարհի ամենատարբեր երկրներում։ Կոճապղպեղը ունի շատ օգտակար հատկություններ, ժողովրդական բժշկական այն հազվադեպ միջոցներից է, որն ընդունված է ավանդական բժշկության կողմից։ Այն հրաշալի կերպով հանգստացնում է նյարդերը, կանխում առավոտյան սրտխառնոցը, գլխացավերը եւ մարսողական խնդիրները։ Կոճապղպեղը հրաշք համեմունք է, որը պայքարում է բորբոքումների, տաքության դեմ, պաշտպանում է լյարդը եւ սրտանոթային համակարգը, վերացնում է ավելնորդ միկրոբներն ու վիրուսները։ Նրանում առկա մագնիումի մեծ քանակի շնորհիվ թունավոր նյութերն ավելի արագ են հանվում օրգանիզմից։ Նրանում կա նաեւ ասկորբինաթթու, B, A խմբի վիտամիններ, ցինկ, կալցիում, յոդ եւ բնական հակաբիոտիկներ, որոնց շնորհիվ կոճապղպեղը ամրացնում է օրգանիզմը եւ բարձրացնում է իմունիտետը։ Հետազոտությունների համաձայն կոճապղպեղի կանոնավոր օգտագործումը կարգավորում է նաեւ արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի մակարդակը։ Բացի այդ, այն լավացնում է շրջանառությունը անոթներում, նվազեցնում է տրոմբի գոյացման ռիսկը։ Այդ պատճառով այս համեմունքը հաճախ արյան բարձր խտություն ունեցող մարդկանց են խորհուրդ տալիս օգտագործել ամեն օր։ Փոքր կոնքի օրգաններում արյան շրջանառությունը ուժեղացնելու շնորհիվ կոճապղպեղը պայքարում է սեռական դիսֆունկցիաների դեմ։ Գիտնականները պարզել են, որ կոճապղպեղը օգտակար է գրեթե բոլորին, սակայն կան մարդկանց խմբեր, ում կտրականապես արգելված է օգտագործել կոճապղպեղ, հատկապես ամենօրյա գրաֆիկում։ Այդ խմբին են պատկանում մարդիկ, ովքեր ունեն արյան հետ խնդիրներ։ Կոճապղպեղը խթանում եւ արագացնում է արյան հոսքը, սակայն այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն արյան հետ, պետք է հեռու մնան այս համեմունքից, քանի որ այն միայն կբարդացնի իրավիճակը։ Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն այս անգամ ոչ թե խոսելու ենք ավելորդ քաշ ունեցող մարդկանց մասին, այլ հակառակը քաշի պակաս ունեցողների մասին։ Կոճապղպեղ խորհուրդ չի տրվում նման մարդկանց։ Բոլորն էլ գիտեն, որ կոճապղպեղն օգնում է ազատվել ավելնորդ կիլոգրամներից, արագացնում է նյութափոխանակությունը եւ արագ իջեցնում է քաշը։
Կոճապղպեղ խորհուրդ չի տրվում նաև դեղամիջոցներ օգտագործողներին։ Դե իսկ ամենակարևոր խումբը հղիներն են։ Կոճապղպեղը բնական հզոր խթանիչ է, որը կարող է վնասել հղիության ընթացքը։ Այդ իսկ պատճառով հարկավոր է հեռու մնալ թե համեմունքային տարբերակից, թե թեյերից։ Արմինե Բրսոյան, Բարև Երկիր։ Մեր սիրելի հեռուստադիտողներ, մենք սիրով շարունակում ենք մեր ընթացքը։ Ես չգիտեմ սա հատուկ էր արված թե չէ, բայց այսօրվա մեր հյուրերը հրաշալի ներաշխարհով են պարզապես գալիս մեզ մոտ ու ֆանտաստիկ լավ էներգիայով են լցնում, առանց այդ էլ մեր տաք ու ջերմ տաղավարը։ Ներկայացնեմ նրան, նա Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական բաժնի ղեկավար, հմայիչ, գեղեցիկ ու վառ անհատականություն Տաթև Եղիազարյանն է։ Հարգենք, սիրենք եւ պատվենք։ Բարի լույս։ Այ շատ շնորհակալ եմ բուրըն։ Բարի լույս, սիրելի Տաթև, արդեն 5 վայրկյանի ընթացքում հարազատ դարձած կարծես թե բարի գալուստ մեր տաղավար։ Անչափ զգացված եմ, շատ անակնկալային էր այս տեղը բացահայտել ինձ համար։ Գերազանց, շատ լավ եմ, մերսի։ Մենք իհարկե հասկացանք, որ Տաթևը շատ այլ շնորհքներ ունի, սիրելի հեռուստադիտողներ, ինձ թվում է մեր հարցազրույցի ընթացքում դեռ շատ այլ թեմաներից կխոսենք, բայց վերադառնանք բուն թեմային, ինչի համար որ հավաքվել ենք, սիրելի հեռուստադիտողներ, մարտի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ կհնչի Ատոմ Էգոյանի Արարատ ֆիլմի երաժշտությունը Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ եւ իհարկե Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Կոմպոզիտորը երաժշտության Օսկարակիր Մայքլ Դանանը, կարծում եմ բոլորը ճանաչում են եւ ֆիլմն էլ բոլորը տեսել են։ Կլինի մեծ հրաշալի, կարծում եմ, համերգ հենց միայն նրա համար, որ Արարատ ֆիլմի երաժշտությունն է բոլոր հայերի շատ սիրելի։ Մի փոքր կպատմեք ինչու որոշվեց, որ հենց այդ երաժշտությունը նույնպես պետք է հնչի։ Եվ այս հարցը չեմ կարող չտալ իսկապես, թող որևէ մեկը տողատակեր որպես այդպեսին չգտնի հարցիս մեջ, բայց արդյոք նաև ժամանակահատվածը հաշվի առնելով իր բոլոր գաղափարախոսություններով եւ բոլոր զարգացումներով հենց այս ժամանակահատվածում որոշվեց որպես իրականություն եւ հիշեցում, այո։ Չէի կարող պարզապես չտալ, համեցեք։ Հա, ես կուզեի, որ սա ավելի շուտ կատարվեր, իհարկե, բայց նման հզոր ստեղծագործությունը նաեւ ֆիլմի հետ կապված առնչությունը ցանկացած տարի էլ սա կարող ենք ոնց որ ելույթ ունենանք։ Ինձ համար կարևոր է այն փաստը, որ բոլորիս համար, որ սա երաժշտության կոնկրետ ֆիլմի երաժշտության պրեմիերան է լինելու Հայաստանում։ Նենց որ այո, նենց ոնց որ մեր բոլոր համերգներն են իհարկե գերազանց անցնում, բայց հուսամ սա ավելի շուկով կանցնի։ Պենզերեցկի վերջին մեր փառատոնի եզրափակիչ համերգն է, որի ժամանակ կկատարվի Արարատ ստեղծագործությունը ֆիլմի առանձին որպես երաժշտություն։ Ես կարծում եմ, ոնց որ օրինակ Տիգրան Մանսուրյանի գործերը, չէ, արդեն ֆիլմից մեզ հայտնի երաժշտություններ են, ինձ թվում է սա էլ պետքա առանձին կանգնի որպես բացի ֆիլմի հետ կիցված երաժշտություն առանձին ինքը այդպես էլ կկայանա եւ արդեն կայացել է եւ հուսամ մյուս տարիներին էլ կօգտագործենք։ Ինչու հիմա ավանդույթ է ֆիլմերի երաժշտությունները, կարծես թե եւ հայկական եւ արտասահմանյան պահանջարկը կա փաստացի։ Պահանջարկը կա, ինձ թվում է, ես որպես արվեստագետների ընտանիքից միշտ այդ ձգտումը ունեցել եմ, ջազ եմ ավարտել Նյու Յորքում, հետո դասական, բայց մի օր հասկացա, որ Pixar-ի ափն էի նայում եւ հանկարծ հասկացա, որ այդ միաձուլումը պատկերի եւ երաժշտության շատ ինձ հոգեհարազատ թեմա էր եւ իսում գաղտնիք չի, որ բոլորիս համար էլ դա զգողական ուժ ունի, չէ, ինչի Հոլիվուդը դարձավ Հոլիվուդ էլի։ Հա, շատ հաճախ այո, հիշում են երաժշտության, այս դեպքում չեն կարող ասել երաժշտությունն է շատ լավը, ֆիլմը վատը, գուցե զուգակցությունն է, այո։ Դրանք իրար կապացնող միանշանակ երկու ուղղություններ են։ Վերադառնանք Արարատին։ Հա, վերադառնանք Արարատին։ Սերգեյ Սմբատյանը մեր գեղարվեստական ղեկավարը կապի մեջ է եղել, համագործակցություն է եղել Armenian Film Society-ի հետ, հատկապես Արմեն Կարողլյանի հետ, որի միջոցով էլ Մայքլ Դանայի հետ է հանդիպել եւ այս պահին ես եմ Մայքլ Դանայի հետ կապի մեջ, ով որ մեզ իր մի քիչ փոխած նոտաները ուղարկեց մի քանի շաբաթ առաջ եւ մենք սիրով պատրաստել ենք գործը։ Փոքրիկ փոփոխություններ կան մեջը եւ Ատոմ Էգոյանն էլ մեզ հատուկ սիրալի ուղերձա
ուղարկել։ Ներկա չեն լինելու կոմպոզիտորը կամ Կոմպոզիտորը ցավոք ներկա չի լինելու, Atomegoan-ն էլ մի ուրիշ փառատոնի է Եվրոպայում, բայց ես հուսամ, որ սա շարունակական ընթացք կունենա եւ սա միակ անգամը չի լինի, որ Արարատը կհնչի, որտեղ իրոք որպես suite ինքը կարող է ներկայանալ միայն որպես երաժշտական կոմպոզիցիա։ Խոսելով շարունակական ընթացքի մասին հետաքրքիր մի հարց է առաջանում, արդյոք այս միտումը լինելու է շարունակական որ իմաստով։ Ստեղծագործող մարդը ազատ է եւ հատկապես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միշտ էլ կատարում է թերևս ամենավորակյալ երաժշտական ստեղծագործությունները եւ այլն, չխոսենք այդ մասին բնավ, բայց այս դեպքում սա հայ երաժշտական իրականության կարևոր ձեռքբերումներից մեկն է, երբ մեր հայ երաժշտական աշխարհը լցվում է հայկականով, այս դեպքում ժամանակակից դասական եւ նաեւ ժամանակակից, այո, նման հայկական ժառանգություններով կհամալրվի մեր երաժշտական աշխարհը, թե չէ, որը հենց պատմական ակնարկ ունի, պատմական հիմք ունի եւ որը նաեւ ներկայացնում ինչու ոչ մեր պատմության էջերից մեկը։ Այո, կունենա եւ այս առումով ես նշեմ, որ մեր համար հատուկ է այն փաստը, որ Մայքլ Դանան հայ չլինելով մեր որտեվ մոդերը, չէ, մորդենտները հայկական հատուկ մենք լադ ունենք եւ ելևեջներ, երգեցողական, թե ինստրումենտալ, շատ սիրուն է այդ փաստը ինձ համար որպես երաժիշտ ընկալել եւ գրանցել, որ ոչ հայ մարդը իրոք ոնց որ մեր արևը, մեր ձայները ոնց որ իրա մեջ իրոք կարծես Մարսելա նոր է երաժշտությունը քան որ ասացիք շփումն է կապում եք հետաքրքիր է ինչպես է ստացվեց որ այդ զգայականությունը պահպանվել է գուցե հայկական երաժշտություն հայկական մշակույթն ուսումնասիրել է գրել անպայման դե ինքը երաժշտությունը գրելուց նախ Atomegoan-ը երբ որ ֆիլմը նկարել են Հայաստանում ա եղել այնպես որ հենց երաժշտությունը կարծես բնականաբար մեր ժամանակներից առաջ եկած երաժշտություն կա չէ, դա Գարունը կա, Ուրես Մայրիմ եւ այլն, բայց ինքը որպես կոմպոզիտոր Երևանում է այս ամեն ինչը ընկալել, այս քաղաքում մանգալով եւ ոչ միայն Երևանում, ընդհանրապես Հայաստանում Atomegoan-ի հետ ֆիլմը նկարելուց է այս ամենը զգացել, երաժշտությունն էլ լսելով իրա արդեն մշակումն է կայացրել Արարատի համար, այսինքն այնպես չի որ ինքը Կանադայում նստած հանկարծ ինչ որ իրան Գարուն այն ուղարկել կամ Կոմիտասի մի քանի գործ ինքը մշակել է դա միայն իրոք եկել է ամբռնել է մեր մշակույթը Մենք սա մարտի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնենք մեր հանդիսատեսին։ Այո, շատ ավելի հաճելի կլինի, երբ մենք իմանանք, որ Արարատի ֆիլմի երաժշտությունը նաև հնչելու է աշխարհի մեծ ու մասշտաբային բեմերում։ Կա նման նախաձեռնություն, որպեսզի մենք ունենանք առիթ շատ ավելի հպարտանալու, որ ժառանգությունը շրջագայում է աշխարհով մեկ երաժշտական ժառանգություն։ Այո, ի նկատի Արարատը որպեսզի որպես առանձին իր երաժշտությունը։ Այո։ Հուսամ, դեռևս նման ծրագիր չկա, բայց սկսենք Հայաստանով, պրեմիերան անցկացնենք Հայաստանում։ Պարտադիր ու կարևոր պայմաններից։ Այո, ես կուզեմ, որ մեր երիտասարդ սերունդը հատկապես գա, լսի այս երաժշտությունը եւ կարողանանք իրան առանձին նորից եմ ասում ընկալել որպես երաժշտական suite, ոչ թե մենակ ֆիլմի հետ կապված, որտեվ բայց նաեւ սա լավ առիթ կլինի նաեւ ֆիլմը կարծես վերակենդանացնելու, որտեվ եթե չեմ սխալվում 2002-ին ֆիլմը դուրս եկավ։ Հա, հիմա կարծես ինչ որ տենց կադրերով են բեմում համեմված համերգ ոչ այս ծրագրին, քանի որ մեր փառատոներին, Պենզերեցկի փառատոնին եւ հայ կոմպոզիտորների փառատոնին փորձում ենք մի քիչ ավելի դասական մնալ այդ կոնցեպտով, այսինքն էկրան չենք օգտագործի, որ բոլորի ուշադրությունը լինի միայն երաժշտությունը, բայց այս փառատոններից զատ դրանցից դուրս հատուկ մեր ծրագրերի համար, ինչպես գիտեք Մանսուրյանի եւ այլն, օգտագործում ենք էկրանները, չէ, այս պահին կենտրոնանալու ենք միայն երաժշտության Արդեն իմացանք, որ նաև դաշնակահար է, երգչուհի, կոմպոզիտոր, հետաքրքիր է ինչ գործունեություն եք դուք անձամբ ծավալում։ Կամ հասցնում եք արդյոք ծավալել այս։ Գուցե կա ֆիլմեր, որ երաժշտության հեղինակը դուք եք, բայց մենք տեղյակ չենք։ Կան, քանի որ ես Նյու Յորքում եմ այդ գործունեությունը ավելի շատ ծավալել, այնտեղ եմ սկսել։ Փոքրիկ ֆիլմեր են օրինակ Sebastian's Voodoo, որ իմ ամենաառաջին միակ վախենալու ֆիլմն է եղել, որ գրել եմ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ է,
հետո Unframed, որ քուրիկիս հետ եմ նկարել, ռեժիսորը նայա Unframed կարճամետրաժ ֆիլմի երաժշտությունը ես եմ գրել, սա ահագին մրցանակներ հաղթեց թե Եվրոպայում եւ թե Ամերիկայում, չնայած Եվրոպայում ավելի լավ ընդունվեց, որտեղ տենց հոլիվուդյան ավարտ չուներ, էլի վերջում բոլորը ուրախ երջանիկ ամուսնացան եւ տենց ավարտ չուներ, Եվրոպայում դա ավելի ընկալվեց, ավելի գնահատվեց։ Երաժշտական իմ նախաձեռնությունները, քանի որ թիմի գեղարվեստական որպես համակարգող եւ թիմի ղեկավար շատ դժվար է որևէ ժամանակ գտնել, բայց ասեմ, որ ամսի 29-ին, քանի որ ես այստեղ եմ համ Կերոնի, համ էլ Իգորցի համադրությամբ, իրենք կազմակերպում են Music of Armenia, մեկ էլ Կերոն հիմնադրամը միասնական կազմակերպել են մետրոյի, ես չեմ իմանում դուք իմացաք, որ սիմֆոնիկը մեծ շուկով Կերոնի հետ միասին մետրոյի բացումը կատարեց, երաժշտական բացում էր երիտասարդական մետրոյում, որից հետո ամեն 5 շաբթի տարբեր արտիստներ նվագում են, երգում են, այս գալիք 27-ին, մարտի 27-ին ինձ են խնդրել, որպեսզի ես իմ քվինտետով նվագեմ։ Արագ այսպես շատ տաղանդավոր աղջիկների իրար հետ կապակցեցի եւ մի քանի փորձից հետո հասկացանք, որ պատրաստ ենք։ Այո, կարող եք։ Այո, իմ Ջեյրան բենդից թողել եմ Նյու Յորք, եկել եմ Հայաստանի Պետական Սիմֆոնիկի հետ աշխատելու, կարոտում եմ իրենց շատ, բայց այս անգամ աղջիկներով, քանի որ կանանց դեռևս ամիսն է, մարտի 27-ին 6:30 երիտասարդական մետրոյում համերգ ունենք։ Իսկ աղջիկներին գտել եք հենց այստեղ Երևանում։ Դե երկուսը Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի անդամներից են, ում հետ մենք միշտ կապի մեջ ենք։ Տաթև իսկ ինչու է Նյու Յորքում ձեր բենդը։ Ինչու այստեղ չեք աշխատում, ուրախացնեք մեր բերեի իրանց, բայց ինչ է խանգարում, որ այստեղ աշխատում։ Միայն դա, այն փաստը, որ ուղղակի արդեն ժամանակի խնդիր է դառնում, դա քանի որ ես դե իհարկե Էլվինա Մակարյանի էլ մեր մյուս ջազ եւ ընդհանրապես էստրադայի արտիստների երգեր գիտեմ, սովորել եմ, նվագում եմ, երգում եմ, բայց քանի որ ես կոմպոզիտոր եմ, սիրում եմ ավելի շատ իմ հեղինակային գործերի վրա ուշադրություն ժամանակ տրամադրեմ, որն էլ շատ դժվար է գտնել, շատ ժամանակը շատ սուղ է, ես իրականում ասեմ ծուրը նստենք դուզը խոսա, ես շատ քիչ ժամանակ ունեմ ընդհանրապես որևէ բան անելու ու անգամ Նյու Յորքում ես այսքան չեմ աշխատել։ Վերջին հատվածում հատկապես երաժիշտների հետ զրուցելով, այստեղ առանձնացնենք հա երգիչ ու երաժիշտ, որովհետև երգիչների մոտ գուցե չկա այդքան այդ խնդիրը, բայց երաժիշտները շատ են վերջերս բողոքում ճակերտների մեջ ասված այն երևույթի հետ, որ կոչվում է արհեստական բանականություն։ Իսկ քիչ առաջ մենք նշեցինք, որ երաժշտության մեջ շատ կարևոր է մարդկային գործողը, մտածողությունը, ներաշխարը, բնությունը, թե դու որտեղ ես ծնվել եւ հաստատ քո ստեղծագործության մեջ ինչ որ կերպ կերևա այն զգացողությունները կամ թեկուզ պատկանելություն ազգային, որ դու ունես եւ կրում ես։ Բայց վերջին շրջանում արհեստական բանականությունը շատ հեշտությամբ մի քանի այսպես արգումենտներ նրան տրամադրելով, կոորդինատներ, հա, ոչ եւ այլն գործիքներ, մի անգամից մի քանի վայրկյանում քեզ տալիս է պատրաստի երաժշտություն եւ ոչ պրոֆեսիոնալ, պարզապես մարդիկ, ովքեր ուղղակի սիրում են երաժշտություն, գուցե չզգան, որ դա ստեղծել է ոչ թե մարդը, այլ ստեղծել է հենց արհեստական բանականությունը։ Ինչպես եք վերաբերում այս ամենին եւ սա ուր կտանի մեզ արդյոք լավ է թե վատ։ Հա, իհարկե բարդ հարց եք տալիս, բոլորս էլ բացի երաժիշտներից, բոլորս էլ այս թեմայի հետ բախվում ենք, թե ճարտարապետ, թե երաժիշտ եւ թե գիտնական, տարբեր բնագավառների, հա, ասենց ասեմ, ես ձեզ հարց տամ։ Օրինակ արհեստական բնականության կողմից սարքած մի երգ ասեք, որ տենց լավ ձեր սրտի խորքերում է հասել։ Չկա համենայն Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, արտիստն է, չէ, այսինքն երաժիշտն է, որ կենթանացնում է երաժշտությունը, չէ։ Ես այդքան այդ կոնցեպտից, այդ AI-ի չեմ վախենում, որովհետև ինձ թվում է թե նկարիչների համար եւ թե չնայած տեսողական Չեք վախենում, գուցե որովհետև դուք պրոֆեսիոնալ եք, դուք մասնագետ եք, շատ լավ հասկանում եք, լսել ու ընկալել ու տարբերել, բայց ընդհանուր մասշտաբային առումով ես այստեղ գուցե տեսնեմ որևէ վտանգավոր տաժ, որը կարող է մի փոքր հետընթաց Եվ հետո երկար կյանք չի ունենա ցանկացած ստեղծագործություն, որը ստեղծված է արհեստական բանականության միջոցով, որովհետև այո, եթե զգայունություն չկա, եթե հոգուդ, մտքիդ չի դիպչում, կարծում եմ ինչու ենք մենք տվյալ երգը կամ ֆիլմը երկար հիշում, ինչ որ դրվագներ ենք հիշում, ինչ որ նոտաներ ենք, որովհետև զգում ենք մաշկով, այո, այս դեպքում Տաթև մի միտք ես որսացի, որ խոսում էիք ֆիլմերի երաժշտության մասին եւ ինչու Հոլիվուդում հավանեցին դա, որովհետև այդ երջանիկ ավարտ
մարդ կոչվածը չունեցավ։ Այ հետաքրքիր է, ինչու այնտեղ հիմա մարդիկ ավելի հակված են ոչ երջանիկ ավարտների, այսինքն դա համարվում է կրեատիվ, եթե ժամանակին բոլորիս համար այդ happy end կոչված այսպես դասական օրինակ էր, պետք է վերջում զույգերը սիրեին, ամուսնանային, երեխաներ, ինչպես հեքիաթներում, այո։ Հիմա Հոլիվուդը հոգնել է դրանից, եւ որքան մռայլ, որքան գաղ, որքան մոխրագույն, որքան տխուր, այնքան հաճելի է։ Ինչու՞։ Որովհետև շատ երջանիկ են եւ հոգնել են այդ կենսակերպից, թե ֆիլմերն են շատ այդպեսին եւ հոգնել են։ Միգուցե մեր ընդհանրապես աշխարհի վիճակը ցույց է տալիս այն, որ դա այնքան էլ ռեալիզմին մոտիկ չի եւ հոգնել։ Ես ինքս էլ օրինակ Great Gatsby քանի անգամ, քանի տարբերակ պետք է ունենանք կամ Beauty and the Beast։ Սրա քանի տարբերակը պիտի ունենանք, միջև հասկանանք, որտեղ նոր բաներ գրվում են, չէ՞։ Ուղղակի սա դարձել է մարքեթինգի մի բան, որ բոլորը գիտեն, որ սա ավելի լավ է ծախվելու, եւ Mary Poppins-ի 14-րդ տարբերակն էլ կարող ենք, չէ՞, ուրեմն կազմակերպել եւ Broadway-ում հանեն, որը արդեն այստեղ դառնում է փողի հետ կապված հարցը, այսինքն համոզված են, որ սա կվաճառվի, դրա համար այդպես են անում, բայց ինձ թվում է բոլորս էլ թե քաղաքական եւ թե զգացմունքային առումով, թե Միացյալ Նահանգներում եւ թե ընդհանրապես գլոբալ աշխարհում հասկանում ենք, որ սա իրական կյանքի պատկերը չի եւ միգուցե բավարար է, ես հուսամ սա նաեւ կթարգմանվի քաղաքական դաշտի վրա ու մարդիկ կարթնանան։ Նաեւ այդ թեմայով ասեմ, որ ասենք արհեստական բանականության հետ կապված, որ ասեցի, այդքան էլ ես չեմ վախենում այդ մտքից, որ արվեստագետներին կփոխարինի բան, երգիչների ձայների վրա աթեթուն են, չէ՞ դնում։ Դա իմ վրա ազդում է ոչ լավ ձևով։ Ես դա չեմ սիրում, սիրում եմ, որ բնական ձայնը լինի, եթե իհարկե հատուկ են բաներ կա, որ պետք է այդպես արվի, հասկանալի է, բայց ընդհանուր շաբլոն առումով ես ուզում եմ ասել, որ միշտ այդպես է եղել, ընդհանուր մասան, ոչ միայն Հայաստանում, ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ ընդհանրապես աշխարհում, թե խոսում ենք արվեստից, թե խոսում ենք մշակույթից, թե խոսում ենք քաղաքականությունից, թե գիտնականների աշխատանքներից, ընդհանուր մասան միշտ էլ ցավոք սրտի այդ միջին խավն է եղել, որ չի կարծես տարբերում, ուզում եմ ասեմ, երևի շատ բան չփոխվի այդ առումով։ Միշտ էլ հասկացողները լինելու են կրթված, ճաշակով, լավ ականջ ունեցող մարդիկ, միշտ էլ ընդհանուր մեծ մասան ցավոք սրտի լինելու է այն մասան, որը ոնց ասեմ, ռաբիզա լսում եւ դա է իր նախընտրած։ Այստեղ բարձրապես մի փոքր կորում է մարդկանց հետաքրքրությունը, մարդկանց զարմանալու կարողությունը, որովհետև երբ դու օրինակ ստեղծագործելու այո, Հայաստանի Պետական Սիմֆոնիկ տվագախմբի կատարումների մասին, յուրաքանչյուր երաժիշտի կատարումը եւ կատարողականությունը մեզ կարող է հենց զարմանալի թվա, թե ինչպես այդ մարդը օրինակ նվագում, չգիտեմ, ջութակը կամ թավջութակը կամ փողային գործիքները եւ այլն, բայց երբ որ այդ ամենը ընդհանրապես մեկ կոճակի օգնությամբ դու կարողանալ ուղղակի լսել, այդտեղ արդեն ինչ որ բան կորում է ամենայն դեպս, բայց շնորհիվ ձեզ ու ձեզ պես շատ ու շատ ստեղծագործող մարդկանց, այո, մենք դեռ կշարունակենք վայելել բարձրորակ երաժշտությունը, կվայելենք կենդանի կատարումները եւ նման հսկայական ու հետաքրքիր գործերով կլցնենք մեր երաժշտական ժառանգությունը։ Հաստատ հայկական երաժշտական ժառանգություն։ Այո, հենց այդ կենթանի կատարումն էլ շատ հատուկ կոմպոնենտ է, չէ՞, երաժշտության մեջ։ Երբ որ կենթանի լսում ես մարդուն նվագելուց, կապը ուրիշ ձևի է։ Անկամ ոչ միայն էմոցիոնալ առումով, ոչ միայն զգացմունքային առումով, գիտական ձևով էլ, երբ որ դու հանդես գալիս ես կենթանի եւ հանդիսատեսը քեզ հետ կապ ունի, այսինքն նստած է նույն համերգասրահում, որտեղ որ երաժիշտները տատանումների վիբրացիոն համակարգը մեր կիսագնդերի, գլխի կիսագնդերի ձախ եւ աջ կիսագնդերի վրա լրիվ ուրիշ ազդեցություն ունեն, քան երբ որ ձայնագրություն ես լսում։ Դա չխորանակ ապետիտության մեջ, բայց անպայման չեմ կարծում արհեստական բանակցություն։ Տաթև եւ մի այսպիսի հարց, որ հայտնի ֆիլմի երաժշտությունը կուզենայիք դուք գրած լինել։ Այ, այս հարցեր, այս ինչ հետաքրքիր հարցեր։ 3-2 մեկ շատ արագ մի շատ երկար մի մտածեք։ Prestige ֆիլմերը շատ են։ Հա։ Ձեզ շատ շնորհակալ ենք, որ հաճելիորեն այս խառնաշփոթի մեջ րոպեներ, որ տրամադրեցիք մեզ, գտնվեցիք պետաղավարում եւ ունեցանք շատ հաճելի կարծում եմ հարցազրույց, ուրախ ենք, որ ճանաչեցինք ու ինչ որ չափով կարճամետրաժ հարցազրույցի շրջանակներում փորձեցինք բացահայտել ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։ Քանի որ շատ հեռացանք թեմայից, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական բաժնի ղեկավար Տաթևը Եղիազարյան։
Թեման որն էր, այն որ մարտի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ հնչելու է Ատոմ Էգոյանի Արարատ ֆիլմի երաժշտությունը, այնպես որ կարծում եմ հրաշալի օր եւ երեկո է սպասվելու հատկապես լավ որակյալ երաժշտություն սիրող մեր հանդիսատեսի համար։ Այո։ Մենք բարև երկիրն ենք ու շարունակում ենք մեր ընթացքը, մնացեք մեզ հետ։ Ամբողջ աշխարհում գարուն է, ծաղիկներ, թռչուններ, այսպես բանաստեղծական չէ, տողերի նման է բնությունը գարնանը եւ մարդիկ ինչ են սիրում գարնանը անել հատկապես, գնալ այգիներ, զբոսայգիներ, զբոսնել։ Այսօր առաջարկում եմ մեր հեռուստադիտողներին այսպես վիրտուալ ճանապարհորդություն անցկացնել եւ զբոսնել աշխարհի մի քանի քաղաքների հայտնի այգիներով, տեսնել թե այնտեղ ինչպիսի ծաղիկներ կան, ինչպիսի տրամադրություն է։ Այո։ Խնդրեմ։ Ամբողջ աշխարհում կան այգիներ, որոնք ոչ միայն աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ, այլ կրում են պատմական ու մշակութային մեծ արժեք։ Դրանք զբոսաշրջիկների ու բնության սիրահարների համար դարձել են անփոխարինելի ուղղություններ, առաջարկելով հանգստի, զարմանքի ու ոգեշնչման եզակի պահեր։ Ֆրանսիայի ամենահայտնի պատմական այգին Վերսալը ստեղծվել է 17-րդ դարում։ Այստեղ ամեն ինչ նախագծված է կատարյալ համաչափությամբ։ Ծաղկե պարտեզները, գեղեցիկ ջրվեժները, խորհրդանշական արձանները եւ լաբիրինթոսային ծառուղիները յուրօրինակ ճարտարապետական գլուխգործոց են։ Այգին ամեն տարի հյուրընկալում է միլիոնավոր զբոսաշրջիկների, որոնք գալիս են զգալու թագավորական ֆրանսիական շքեղությունը։ Նյու Յորքի սրտում գտնվող Սենտրալ պարկը աշխարհի ամենահայտնի զբոսայգիներից մեկն է։ Այն ստեղծվել է 19-րդ դարում եւ այսօր էլ մնում է քաղաքի թոքերը։ Ապահովելով բնակիչներին ու զբոսաշրջիկներին մի կտոր բնություն քաղաքային հսկայական շինությունների մեջ։ Այստեղ մարդիկ գալիս են վազելու, հեծանի վարելու, նավակներով զբոսնելու կամ պարզապես վայելելու բնության հանգստացնող գեղեցկությունը։ Եթե երբևէ երազել եք հայտնվել հեքիաթային ծաղկային ծովում, ապա Կեունկենհոֆը կատարյալ տեղն է ձեզ համար։ Այն հայտնի է որպես Եվրոպայի ծաղկանոց, եւ գարնան ամիսներին ծածկվում է միլիոնավոր կակաչներով, նարգիզներով ու հիասքանչ այլ ծաղիկներով։ Յուրաքանչյուր տարի այգին նոր դիզայն է ստանում, ինչն այն դարձնում է անընդհատ փոփոխվող արվեստի գործ։ Ճապոնիայի այգիները հայտնի են իրենց յուրահատուկ կառուցվածքով, որտեղ յուրաքանչյուր քար, ջրավազան կամ կամուրջ ունի իր նշանակությունը։ Ռիկյուգին Տոկիոյի ամենագեղեցիկ այգիներից մեկն է, որը ստեղծվել է 17-րդ դարում։ Այստեղ զբոսնելը նման է բնական գեղանկարչության միջով անցնելուն։ Գարնանը ծառերն ու ծաղիկները ծածկվում են նուրբ վարդագույնով, իսկ աշնանը տերևների կարմիրի ու դեղինի համադրությունը հրաշալի տեսարան է ստեղծում։ Հարավային Աֆրիկայի այգին բացառիկ է նրանով, որ ամբողջությամբ նվիրված է տեղի բուսականությանը։ Այստեղ կարելի է գտնել հազվագյուտ բույսեր, որոնք չեն հանդիպում աշխարհի որևէ այլ վայրում։ Այգին գտնվում է Թելբ Մաունթենի լանջերին, առաջարկելով շքեղ տեսարաններ ու ներդաշնակ կապ բնության հետ։ Բարսելոնայի սրտում գտնվող Գուելի այգին ճարտարապետական գլուխգործոց է, որտեղ բնությունն ու արվեստը հմտորեն միաձուլված են։ Այս յուրօրինակ այգին նախագծել է հանրահայտ կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին։ Այգու բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Բարսելոնա։
Գաուդին ջանք չէր խնայել ստեղծելու մի վայր, որտեղ մարդը կարող է զգալ բնության ու քաղաքային կյանքի ներդաշնակությունը։ Հանրայիտ այս այգին բացվեց 2018 թվականին, Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ։ Այգին առանձնանում է հայկական մշակութային բնորոշ ձևավորմամբ։ Այստեղ կարելի է տեսնել յուրօրինակ խճանկարային շատրվաններ, որոնց զարդանախշերը ներշնչված են հայկական միջնադարյան արվեստից։ Այգու տարածքում տեղադրված են նաև յուրահատուկ քանդակներ և նստարաններ, որոնք արտացոլում են քաղաքի հարուստ պատմությունն ու մշակութային ժառանգությունը։ Սոնյա Շագայևա, Բարև երկիր։ Մորոդիկ, միր հարսը շատ աղքիկ էր, խորոդիկ, մորոդիկ, միր պեսան հարպեցիր էր, խորոդիկ, մորոդիկ, միր հարսը շատ աղքիկ էր, խորոդիկ, մորոդիկ, միր պեսան հարպեցիր էր։ Բարեկամներ եւ ինչպես վարկյաններ առաջ ասաց իմ գործընկերուհի Դիանա Պողոսյանը, մենք արդեն դուռը փակում ենք եւ ամփոփում ենք մարտի 22-ի մեր սիրելի Բարև երկիրը։ Ապրեք դուք, որ մեզ հետ եք, հետաքրքրվեցիք մեր հարցազրույցներով, մեր հետաքրքիր ու կարևոր նորություններով, այնպես որ հանդիպելու ենք վաղը, բայց մինչ այդ հետաքրքիր խոսքեր Դիանա Պողոսյանի կողմից։
Ես պարզապես ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ձեր առավոտը սուրճն ու թեյը մեզ հետ կիսելու համար եւ հիշեցնել, որ մեր գործընկերը Տուն Դեպո խանութ սրահն է իր հրաշալի գունեղ կահույքի տեսականիով եւ հիշեցնել նաեւ, որ եթե բաց եք թողել մեր թողարկումը հեռուստացույցով դիտելու հնարավորությունը, կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքով եւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան էջով։ Գարնանային հրաշալի արևոտ վառ գունեղ տրամադրություն են բոլորիդ մաղթում, իհարկե առողջ լինելու պարտադիր պայմանով։ Կհանդիպենք վաղը։